Բարև ձեզ մեր հետևորդներ, այսօր մեր շատ շուտվա հաճախորդ եկել է մեր մոտ, գնացել էր էլեկտրիկների մոտ, հետաքրքիր լավ էլեկտրիկների ինֆորմացիա, ճիշտ է, ես էլ իրանցից ունեցա, լավ ինֆորմացիա փոխանցեցին։ Մի խոսքով այս ավտոյի կատալիզատորները հանել էին RX 350 են, 11, 12, 13 թվերի։ Մի խոսքով հարցը դրանում չէր։ Հարցը այն էր, որ գազի պատճառով այս ֆարսունքի մեջը սալնիկներ կար, այդ սալնիկները ուռել էր, չէր աշխատում, ստեղից կարելի է։ Մի անգամից չարժի հաճախորդին ասել, դե արի գիտես ինչ կա, փչացել է, փոխենք, ոչ։ Փոխեցինք իր վառելիքի հետ արտանետումներով կարեցանք բերենք ավտոն իր դիրքին, բրծավ գնաց։ Արանքում էլ եթե ինչ-որ մեկը հավես ունի, կար այս դատչիկները, այս ռասպրեդվալի մտնող մուտքային ու ելքային դատչիկները կարան հանեք, ծերերը երբեմն մագնիսական սենց ստրուշկաներ ոնց որ ասած լցված են ըլում, կամ կեղտա, հենց յուղի փառն է, յուղի կեղտն է բռնած լինում, մեկ-մեկ դժվարախոդ են գնում։ Կարակ է սրանք հանեք, մաքրեք։ Նույն ձև կարակ այս VVT-ի դատչիկները, որ ինքը ռասպրեդվալերը քաշում է, անկյունները փոխելու դատչիկներն է։ Երկու հատ XT-ը, մեկ էլ են հետևն է։ Եթե չեք կարող անպայման տվեք թող մատորիստները անեն։ Շատ կարևոր հարց է։ Իրանց պատճառով էլ են լինում ավտոները բարձր ապարոտներին չեն գնում, մոտավորապես 2.5-3000 ապարոտից հետո սկսում է տուպոյանալ, էշանում ավտոները։ Անեք նայեք, ձեր ձեռով կարակ անեք, եթե բարգման չկա, ստե մի 10 համարի բոլտա քանդում եք, ստեղ ու ստեմ։ Քաշեք անեք կեղտոտ սետկեկ է լինում, այդ սետկեկը երբեմն թեթև նստված կա տալի, յուղի փառը բռնացելնում էլ, այդ պարից իր այդ կեղտոտ գազերը նստածանում տարիների ընթացքում, կարակ անեք մաքրեք մի հատ աբրոյով դնեք վրան։ Հարցերի համար էլ կարող եք դիմեք, փորձենք օգտակար լինենք։